Էջմիածնի ընտրություններում աննախադեպ բան է տեղի ունեցել։ Ինչ-ինչ դիտորդական խմբեր, որոնք փոխկապակցված են քաղաքացիական պայմանագրի հետ, փորձել են խոչընդոտել եւ արգելել, որպեսզի անկախ դիտորդական խմբերը իրենց առաքելությունն իրականացնեն։ Օտարերկրյա ազդեցության գործակալներ են, մասնավորապես Transparency International-ը, որի հիմնական ֆինանսավորումը բաց հասարակության հիմնադրամների կողմից է, ժողովրդական լեզվով ասած Ջորջ Սորոսի, եւ ինչպես գիտենք, Ջորջ Սորոսը այն գործիչն է, այն բիզնեսմենն է, որը նպաստել է Սիրիայում ցեղասպանությանը։ Մասնավորապես նա հոդված ունի, որով կոչ է արել Եվրոպային հանուն Թուրքիայի Սիրիայից դուրս բերել Ռուսաստանին։ Բնականաբար նույնը նաև մեր տարածաշրջանին է վերաբերում եւ հետեւաբար Transparency International-ը չի կարող լինել անաչառ, այլ նա ծառայում է Ջորջ Սորոսի որոշակի շահերին։ Մյուսը Դանիել Յոհաննիսյանն է, որը ավելի հայտնի է որպես քաղաքացիական պայմանագրի արբանյակ կամ ինչպես 2019 թվականի մեծ արտահոսքից է պարզվել, նրա Suit AM-ը հավաքագրված է եղել բրիտանական ծառայությունների կողմից եւ նա այս ողջ աղետների ընթացքում աջակցել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Նրանք փորձել են խոչընդոտել Հայաքվեի, Արման Թաթոյանի դիտորդական առաքելությանը եւ Գոհար Մելոյանի դիտորդական առաքելություններին։ Այս կազմակերպությունները, որպես օտարերկրյա շահեր սպասարկող, չպետք է մասնակցեն 2026 թվականի դիտորդական առաքելությանը, որովհետեւ նրանք ոչ միայն անաչառ չեն, այլև նրանց անաչառությունը աղետարար է մեզ համար եւ ինչպես տեսանք Արցախի եւ ողջ հայ ժողովրդի ու ժողովրդավարության համար, քանի որ նրանց դիտորդական առաքելությունը նպաստել է ժողովրդավար երկրի վերացմանը աշխարհի երեսից, տալով բռնապետական տերությանը։